Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է մարտի 18-ին զրուցել Վլադիմիր Պուտինի հետ։ Հանգստյան օրերին լուրջ աշխատանք է տարվել, ցանկանում ենք տեսնել արդյոք կարող ենք վերջ տալ այս պատերազմին։ Գուցե կարողանանք, գուցե ոչ, բայց կարծում եմ շատ լավ շանսեր ունենք, ասել է ԱՄՆ նախագահը։ Նա տեղեկացրել է, որ Պուտինի հետ մտադիր է քննարկել տարածքային զիջումների եւ էլեկտրակայանների նկատմամբ վերահսկողության հարցեր։ Նաեւ հայտնի է, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը քննարկում են Թրամփ-Պուտին հանդիպման հնարավորությունը։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆն էլ մանրամասներ է հայտնել անցած շաբաթ Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից, նշել այն դրական էր։ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև հեռավորությունը կրճատվում է, կարծում եմ Պուտինն ընդունում է Թրամփի փիլիսոփայությունը եւ ցանկանում է դադարեցնել պատերազմը։ Զելենսկին նույնպես շեշտել է պաշտոնյան հավելել, որ բանակցային սեղանին է այդ թվում Կուրսկի հարցը։ Ուիտկոֆը տեղեկացրել է, որ ամերիկյան կողմն առաջիկա օրերին կհանդիպի ռուսական եւ ուկրաինական պատվիրակությունների հետ։ Ամերիկյան կողմը նախազգուշացնում է, եթե Մոսկվան չհամաձայնի հրադադարի առաջարկին, Վաշինգտոնը կարող է քայլեր ձեռնարկել։ Ռուս-ուկրաինական խաղաղ կարգավորման շրջանակում Ռուսաստանը կպահանջի անվտանգության ամուր երաշխիքներ, Ուկրաինայի չեզոք կարգավիճակ եւ ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցության բացառում, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ Ռուս դիվանագետը դեմ է արտահայտվել Ուկրաինայում խաղաղապահ առաքելության տեղակայմանը։ Նա հավելել է, որ խաղաղության պայմանագիրը կարող է ենթադրել անզեն դիտորդների քաղաքացիական առաքելության ներկայություն, որը կվերահսկի համաձայնագրի որոշ կետերի կյանքի կոչումը։ Գրուշկոն ընդգծել է, ցանկացած սցենար պետք է քննարկվի պայմանագրի ստորագրումից հետո։ Գրուշկոն նաև նշել է, որ Վաշինգտոն-Մոսկվա շփումների ֆոնին Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջև երկխոսություն վերսկսելու հեռանկար ռուսական կողմը չի տեսնում։ Մարտի 16-ի գիշերը ամերիկյան ուժերը ավիահարվածներ են հասցրել Եմենում հութիների օբյեկտներին, հրամանը տվել է ԱՄՆ նախագահը։ Նա անձամբ է հետևել գործողության անցկացմանը։ Դոնալդ Թրամփը նշել է, որ այսպիսով արձագանքում են Կարմիր ծովում ամերիկյան եւ այլ երկրների նավերի, ինքնաթիռների վրա հութիների հարձակումներին։ Թրամփը բողոքել է, որ հութիների գործողությունների հետևանքով Միացյալ Նահանգների եւ ամբողջ աշխարհի տնտեսությանը միլիարդավոր դոլարների վնաս է հասցվել։ Սպիտակ տան ղեկավարը նաեւ մեղադրել է Իրանին հութիներին ֆինանսավորելու համար։ Թեհրանից արձագանքել են, կոչ արել Վաշինգտոնին դադարեցնել Իսրայելին աջակցությունը եւ հութիների սպանությունը։ Ըստ ամերիկյան կողմի ոչնչացվել են հութիների ղեկավարության ներկայացուցիչներ, ենթակառուցվածքներ եւ զինամթերք։ Հութիների տվյալով Եմենի մայրաքաղաք Սանային եւ այլ տարածքներին ամերիկյան հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, վիրավորվել 100-ից ավելին։ Ըստ տեղական ԶԼՄ-ների նրանց թվում կան կանայք եւ երեխաներ։ Անսարալահ շարժումն ի պատասխան հրթիռներով հարվածել է Կարմիր ծովով անցնող ամերիկյան եւ իսրայելական նավերի։ Հութիները նախազգուշացրել են, շարունակելու են թիրախավորել Կարմիր ծովում եւ Ադենի ծոցում ամերիկյան եւ իսրայելական նավերը, քանի դեռ Իսրայելն արգելափակում է Գազայի հատված մարդասիրական մատակարարումները։ Ստեղծված իրավիճակը հեռախոսով քննարկել են Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։ Ըստ ՌԴԱԳՆ հաղորդագրության Սերգեյ Լավրովը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները եւ երկխոսել։ Հեռախոսազրույց են ունեցել Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի նախագահները Ռեջեփ Թայիպ Էրդողանը եւ Դոնալդ Թրամփը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային եւ համաշխարհային հարցեր։ Ըստ թուրքական կողմի Էրդողանը վստահություն է հայտնել, որ Անկարան եւ Վաշինգտոնը որպես դաշնակիցներ կգործակցեն առաջնորդվելով համերաշխության եւ անկեղծության սկզբունքներով։ Անդրադարձ է եղել Թուրքիայի կողմից ամերիկյան F-16 ինքնաթիռների գնմանը եւ F-35-երի ծրագրին մասնակցության վերականգնմանը։ Էրդողանը նաեւ աջակցություն է հայտնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելուն ուղղված Թրամփի նախաձեռնությունները։ Անդրադառնալով Սիրիային Էրդողանը ընդգծել է երկրում կայունության վերականգնման հարցում համատեղ ջանքերի կարևորությունը եւ Դամասկոսի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկումը։ Սերբիայում անցել է վերջին տասնամյակների ամենազանգվածային բողոքի ակցիան, որին մասնակցել են տասնյակ հազարավոր ցուցարարներ։ Քաղաքացիներն անցած տարվա նոյեմբերից պահանջում են հետաքննել Նովի Սադ քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը, որտեղ երկաթուղային կայարանի ծածկի փլուզման հետևանքով 15 մարդ է զոհվել։ Ցուցարարները ընդդիմադիր կուսակցությունները ողբերգության համար մեղադրում են Ալեքսանդր Վուչիչին, նշելով, որ նրա թիմն ի վիճակի չէ կառավարել երկիրը, պայքարել կոռուպցիայի դեմ։ Քաղաքացիները պահանջում են նախագահի հրաժարականը։ Ցույցերի ընթացքում բախումներ են եղել ակցիայի մասնակիցների խոսքով մարդկանց ցրելու համար իրավապահները ձայնային տեխնիկա են օգտագործել։ Իշխանությունը սակայն հերքում է ուժ կիրառելու մեղադրանքները։ Սերբիայի նախագահը հայտնել է, որ ակցիայի ընթացքում հոսպիտալացվել է 50-ից ավելի մարդ, բերման է ենթարկվել ավելի քան 20 քաղաքացի։ Վուչիչը հավելել է, չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն պատրաստ է առաջիկայում ընտրություններ անցկացնել, եթե սերբերը նոր կառավարություն են ուզում։ Նա համոզմունք է հայտնել, որ արտահերտ ընտրություններում համոզիչ հաղթանակ կտանի։
Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել դաշնային մի շարք գործակալությունների կրճատման մասին, դրանց թվում է ԱՄՆ գլոբալ ԶԼՄ-ների գործակալությունը, որը վերահսկում է Ազատ Եվրոպա, Ազատություն ռադիոկայանը, Ամերիկայի ձայնը եւ այլ լրատվամիջոցներ։ Լրագրողների պաշտպանության կոմիտեն կոչ է արել ԱՄՆ կոնգրեսին քայլեր ձեռնարկել եւ չդադարեցնել անկախ ԶԼՄ-ների ֆինանսավորումը։ Սա մարտահրավեր է ամբողջ աշխարհին հաշվի առնելով ավտորիտար ռեժիմների խոսույթը, նշել են կոմիտեից։ Սպիտակ տունը հիմնավորելով որոշումը պնդել է, թե նշված ԶԼՄ-ները զբաղվել են քարոզչությամբ, այդ թվում Ջո Բայդենի օգտին։ Դիանա Գասպարյան, լուրեր։